Խաղաղությունն արդեն կայացած է ու այն Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ ձեռքբերումն է։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Բայց առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անհատական եւ անձնական ներգրավվածության, առանց նրա անձնական ջանքերի հնարավոր չէր լինի հասնել այն արդյունքին, որին մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հասանք սույն թվականի օգոստոսի 8-ին։ Անհետ կորածների ու գերիների մասին էլ խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Այս համատեքստում կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։ Արցախահայության գույքի փոխհատուցման հարցը քննարկվել է։ Եվրախորհրդարանի падգամավորներից մեկն է հարցնում, հիշեցնելով, ինքը եղել է Հայաստանում ու տեսել է բռնի տեղահանված քաղաքացիների ինտեգրման համար ձեռնարկվող քայլերը։ Իմիջիայլոց ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, իրենք ամեն ինչ չէ, որ ներառում են եւ նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ, պլատֆորմներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իրատեսական չէ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձը Արցախ, ասում է Նիկոլ Փաշինյանը, հավելում, որ դա կարող է խանգարել խաղաղության process-ին։ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք արդեն նրանց ուրեմն բնակ ապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի եւ մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանը հորդորում է կարդալ ստորագրված հռչակագիրն ու կիրառել թույլատրելի տերմինները։ Այնտեղ Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ չկա, իսկ ԵԽԽՎ պատգամավորի հարցում հենց այդ ձևակերպումներ հնչում։ Եվ իմիջիայլոց ես նաև դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեվ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա արդեն իսկ ձեռբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է եւ կներեք, ես չգիտեմ ինձ շատ հետաքրքիր է, դուք որտեղից գիտեք այդ արտահայտությունը, որտեղ եք կարդացել, որ Հայաստան-Ադրբեջան, տեսեք դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետեւ ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները եւ դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար ու կենտրոնանան տնտեսական համագործակցության վրա։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Եվրամիության հետ համագործակցության մասին։ Եթե մեզ կընդունեն, լավ է, եթե չէ, ապա մենք կունենանք եվրոպական ստանդարտներ, բայց հիմա էլ Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել։ Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։ Ըստ Փաշինյանի ժողովրդավարությունը Հայաստանում ապահով ձեռքերում է, չնայած որոշ ընդդիմադիր ուժեր ապօրինի հարստությունը կոծկելու համար ինտենսիվ ապատեղեկատվություններ են տարածում։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։